Ինչ կոռուպցիոն։ Հիմա իրենք ազգային ժողովում այս հարցը փորձում են, իրենց հերթական անգամ հաջողելու է դասեր քաղեց այդ կոռուպցիա թալան բառ ասելով, հայ ժողովրդի զավակներին տարան մորթեցին Արցախ, սպանեցին, Արցախը հանձնեցին, դասեր քաղել է մեր ժողովուրդը, հասկացել է, որովհետև ոնց որ թե դասեր քաղելու ամենաարագ ճանապարհը, երբ որ իրենց ստամոքսը դատարկվում է, ոնց որ թե սոված են, վատ են ապրում, խաբել են Նիկոլը իրենց։ Ես շատ մանրամասներ չեմ կարող բացել, բայց մի ինչ դրա անունը կոչեմ, հետազոտություն երևի, այդպես ասեմ, մի հետազոտության հիման վրա կարող եմ վստահաբար պնդել, որ այս իշխանությունների, եթե ունեն 2-3 իրենց դեմ ուղղված քարոզչական թեզ, որ իրենց համար ամենապրոբլեմատիկներն են, իրենց թալանն է։ Առաջինը թալանն է, այդ ես ձեզ հավատացնում եմ։ Առաջինը թալան կոռուպցիա իրենց կողմից։ Երկրորդ տեղում արդեն գալիս է բանը, թուրքերի ծառայելը, թուրքերի ասած անելը, տենց այդ թուրքական թեման, հետո արդեն բանը, հետո արդեն մնացած բաները։ Առաջինը հավատացնում եմ, առանց շատ բան խորանալով, բայց հիմա իրենք սկսել են ավելի բարձր բղավել, Սեյրան Օհանյանի մասին են խոսում, չգիտեմ ինչ են խոսում, դա կազդի ժողովրդի վրա, թե ժողովուրդը արդեն իր ստամոքսով է չափելու, իր սառնարանով, եւ ոնց որ թե Արցախը ասեցին տվեք ձեր ստամոքսը լիքը կլինի, այդպես չի։ Դե ժողովուրդը չի չափում, գիտեք, ժողովրդին եթե կա ուղղորդում են կա մի հատ ատելի կերպար, ինքը տենց սոված բան է շարունակում է ապրել, բայց կարևորը ունենում է ատելի կերպար։ Հա, դե ոնց որ ասենք բան է, ռեմարկի ապրելու ժամանակ եւ մեռնելու ժամանակը գրքում կհիշեք, այնտեղ պառավը մոլի հիտլերական նացիստ որ հպարտանում է, որ ես ավել սև շուկայից կարակ չեմ առնում, ֆյուրերը մեզ քանի գրամ հատկացրել է, այդքան էլ ուտում եմ 44 թիվն է արդեն պրսնում է, էլի, բայց իրավեջ ինչի ինքը ֆյուրերը մեզ այսքան հատկացնում, հա։ Հիմա, հա, եթե ատելի, ես սա ասում եի դեպ կորոնավիրուսի համաճարակի ժամանակ մինչև պատերազմը, 20 թվականի ամռանը, երբ որ ընդդիմադիր դաշտում երևի մինչ այդ եղած ամենամեծ խանդավառությունն էր, որ մարզերից էլ են արդեն ինձ էլ էին ասում, այս նույն փորձագետներ, որ երեք եկել էին մոտ խոսում էր, ասում էր, կտեսներ սրանից հետո քանի զոհ կլինի եւ ժողովուրդը կարթնանա։ Չգիտեմ, հիմա էլ այնպես չլինի, թվում է թե ես ասում եի ընկերներ, եթե այդքան վատ լինի, մարդիկ մտածում են, որ հա, կրիզիս բան, մարդիկ էսա ուտելու բան չեն ունենա, ներկրում բան, սաղ փակվել։ Դե կար, հիշում եք, այդ լրիվ ապոկալիպսիսային աշխարհի վերջի պատկերացումները կային, այդպես չեղավ իհարկե, բայց ես ասում եմ, որ նույնիսկ եթե դրան հասնի, ինքը ուղղակի ուղղաթեր կմտնի, կասի Ժորժ ջան, ես չգիտեմ, ասենք Քոչյանի տան հասցնես, Սարգսյանի տան հասցնես, իրենց բարեկամների տների հասցները, գնացեք մտեք պատվալներում լցած ծով հարստություն է, գնացեք մտեք կերեք։ Ասում եմ, տենց հալնելու, չի լինելու սոցիալական այս դասավորությամբ, այդ մեխանիզմով իրադեմ սոցիալական բուն չի լինելու։ Դրանից հետո ցավոք դե կորոնայով եղավ, պատերազմով եղավ, հիմա ուրախ բան չի եղել, որ ասեմ, տեսեք, ես ճիշտ էի, բայց փաստացի հա նաև ճիշտ էի։ Ես շատ հաճախ եմ ասում սրա մասին, նորից ուզում եմ կրկնել, մի անգամ անձամբ եմ նաև ասել երկրորդ նախագահին, որ ինչու այդ կամ մեծ ահռելի աշխատանք էր տարվել եւ մեծ հաշվով այդ քարոշչական մեծ պրավալ Ռոբերտ Քոչյանի թիմը պրավալ է տվել, ձախողել է բոլոր ժամանակներում, որովհետեւ այդպիսի աշխատանք տանել եւ չկարողանալ դա հասցնել հանրությանը, մեծ բաներ ես ինչքանով որ ճանաչում եմ ինքը ընդհանրապես իր մասին սխալ կարծիք կա կարող է տարօրինակ հնչի, ինքը շատ տարօրինակ կարող է հնչի Իմ հանդիպած են քիչ մարդկանցից է, այո, ինքը չէ, ինքը ունի ներքին մեծ ազատություն, ասեմ, իմանաք, ես վստահ եմ ասում, եւ բավականին դեմոկրատ է թիմերի հետ աշխատելուց, բավականին, ես չգիտեմ ինչ բաներ կա, շատ վաղուց չեմ տեսել շփվել, բայց այն ինչ կարծիք որ կազմել եմ իր մասին, այդպեսին է եւ ցուցամոլ ցուցադրական բաներ չունի եւ այսպես բան ասած, դե ես մտածում եմ այդ աշխատանքը արվում է ինքնին աշխատանքը իր մասին, բայց փաստորեն ոչ, սա արդեն 5-րդ անգամ եմ ասում, ուրեմն այդ թիմը, այն ինչ որ կա, պիտի սա հետեւողական ցուցադրվի, ասվի թե ինչ է արվել, օրինակ ասում են այն ժամանակ, եթե 5
կիլոգրամ կարտոֆիլ մնար հողի մեջ, գյուղացու, չգիտեմ ինչ կաներ նախարարին։ Այսինքն պետք է ամեն ինչ բացատրել, ինչ է արվել։ Եվ իմիջիայլոց նաև տարածվում է Սերժ Սարգսյանի։ Նես տպավորություն չունի, որ միայն Ռոբերտ Քոչարյանի։ Սերժ Սարգսյանի ժամանակ է որ ամբողջ թիմը վախեցած հետ քաշվեց, իրանց ասում էին լռեք, ինչը լռեք ձենա։ Վերկացեք, ասեք, չհասկացա, խաղաղությունը պահել ենք, պատերազմը հաղթել ենք, անվտանգ, ինչից եք վախենում։ Ինչը չեն գայր, ինչից եք քաշվում, ինչից եք հետ, բոլորդ հետ քաշվեցիք, մի հատ էլ ձեր տղերքին հանձնեցիք Մանվել Գրիգորյանին, ինչի համար։ Վերկացեք, ոչ թե կռիվ արեք կոնկրետ, նես տպավորություն որ հանրապետականը մազին չկպնեն Սերժ Սարգսյանի, ոչ, այդ ժամանակաշրջանի, այդ թիմը արդեն ձևավորված, այս բան, գործեր անում, աշխատանքեր անում, սա պետք է ներկայացվի։ 10 թվից եք խոսում, ես հատուկեն մարդիկ։ Ու ես այն մարդկանց որ խնդիր չունեմ, ես շատ հանգիստ կարող եմ ասել, երրորդ նախագահը այո, ունի լիքը արժանիքներ, պետք է դրա մասին խոսվի ու ասվի ինչա, հատկապես այս սրիկա տականքների կողքը։ Էլ չեմ ասում երկրորդ նախագահը։ 16 թվականի աբեկչության ժամանակ հատուկեն մարդկանց եմ հիշում, հիմա անհամես չնչի մեկը ես էի, որ բան եմ, որ ասում է դիմահար մարդը ընդունել, դիմահար քաղաքական մարդը ընդունել էինք ու ասում էինք, որ հա ախպեր է, սա խայտարակություն է, ինչա աբեկչություն է։ Այդ թվում եւ նաեւ պետական աշխատանքի գտնող մարդկանց մասին է խոսքը, որ այտենց կամ բան էին, կամ չկային, կամ տենց իրանց պատերին գրում էին դե հենա CT տոպրակներով սնունդ տարան այդ մարդկանց, բան, ասենց ինչ որ փորձում էին պուպսիկ ձևով այդ ամեն ինչը նկարագրել։ Ահա, էլի, կամ տենց ինչ որ քաղաքագիտական հոդվածներ գրել, միշտ պետք է հստակ իրանց անուններով կոչես, հատուկ այդ ինձ Այս որում այստեղ էլի պետք է գիտակցեն երկու նախագահներ, էլի խայտարակություն է եղել Սերժ Սարգսյանի PR կամպանիայով զբաղվող, քարոզչությամբ զբաղվող, որովհետև թույլատրելի էր, որ Սերժ Սարգսյանին ինչ ուզում եք ասեք, մենակ այս սիրուն տղերքին բան չասեք։ Ու դրա համար էլ ժողովուրդը ասենց բոլորը դուրս եկավ իրա դեմեր, էս էլ կար։ Չեմ ասում եմ անես չլինի, որ իդեալական չգիտեմ ինչ ա եղել, բայց նաև պիտի այս ամեն ինչը վերանային, որ ինչ է նշանակում, նստած կարելի էր դնել ինչ ուզես նրանց ասես, ամեն ինչ զրոյացնել, ամեն ինչ ոտքի տակ գցել, բայց այնտեղ ինչ որ մարդիկ կան դրանց 1000 դրամի հիմնադրամը, որ հիմա բանով է արդեն դարել էլ 1000 չի վաղուց, շատ քիչ մարդկանց համար է 1000 նույն 1000 դրամի հիմնադրամը սոցփաթեթը, այդ սոցփաթեթի շահառուների երևի 80-70%-ը հիմա բան է։ Բայց բնակարաններ ինչքան բնակարանները ես մարդ գիտեմ 2 հատ էր, մեկի տեղը 2 հատ էր այդ ծրագրով բան արել ստացել մատչելի բնական երիտասարդ գիտնականներին, թե ինչ էին Ավանի ընտաներում 18-ին բաներ անում, փողոց էր փակում։ Շնորհակալների հավաքածու։ Իհարկե պետք է ասվի։ Հատկապես բանի Սերժ Սարգսյանի պարագայում բանը այդ փորձերը արտագաղթը մեղմել, մի քանի անգամ ժողովներ ա չի արել, ասել է ինչ կառաջարկեք, ոնց որ էլի են գնում։